Աստված օրհնի, որ պաշտամունքի ամբողջ ընթացքում ինձնից սկսած ամեն մեկս ներգրաված լինենք պաշտամունքի ամեն մի մասի մեջ, երգի ժամանակ այո երգենք, աղոթքի ժամանակ միաբան աղոթենք, խոսքի ժամանակ էլ աղոթք անենք նշված թեմայի, խոսված թեմայի հետ կապված։ Մի համար եմ ուզում ընթերցել, մի տեղ եմ ուզում հիշեցնել Մատթեոս ավետարանից, որ հնարավոր է մեզանից լինեն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հնարավոր է մոռացել են սրա մասին։ Մատթեոս ավետարան 25-րդ գլուխ 31 խոսքից եմ ընթերցելու։ Երբ որդին մարդո իր փառքովը գա, եւ շուտով դա լինելու է, եւ բոլոր սուրբ հրեշտակներ իրեն հետ, այն ժամանակ իր փառած աթոռը պիտի նստի։ Անոր առջև պիտի ժողվին բոլոր ազգերը, ու զանոնք իրար մե պիտի զատե, ինչպես հովիվը ոչխարները այծերեն կզատե։ Ոչխարները իր աջ կողմը պիտի կանգնեցնե եւ այծերը ձախ կողմը։ Դրանից հետո խոսում է, որ աջ կողմը կանգնածներին ինչ ասում, ձախ կողմը կանգնածներին ինչ ասում, այսինքն նրանց ովքեր հավատարիմ են եղել, նրանց ովքեր ընծայվել են Աստծուն, նրանց ովքեր իրենց ընտրությունը տվել են Աստծուն, մենք գիտենք այդտեղ մանրամասները չընթերցեմ, ես ուզում եմ այս տեղի հետ կապված, որ ասում է որդին մարդու իր փառքովը գալու է եւ բոլոր սուրբ հրեշտակների իրեն հետ իր փառած աթոռը նստելու է եւ առանձնացնելու է, հավաքվելու են բոլոր ազգերը ու իրարից առանձնացնելու է, բայց հնարավոր է մեզնից շատերը այս փաստի մասին չասեմ մոռացել են, կարող է այդպես մի քիչ խորթ հնչում, չենք մոռացել, իհարկե չենք մոռացել, բայց հնարավոր է անհոգ ենք դրա վրայով, դրա մասին է այսօր խոսքս, դրա վրայով հնարավոր է անհոգ ենք, ուշադրություն չենք անում, լուրջ չենք վերաբերվում։ Ես ուզում եմ հիշեցնել Պետրոս Առաքյալի թղթից Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 11 խոսքից։ Սիրելիներ, կաղաչեմ, պանդուխտներու եւ օտարականների պես մեգրի կեցեք մարմնավոր ցանկություններեն, որոնք հոգիի դեմ կպատերազմին։ Ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահելով, որպեսզի եթե ձեզ չարագործների պես բամբասեն, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստված այցելության օրը։ Ուստի հնազանդ եղեք ամեն մարդկային հեղինակության Տիրոջը համար, թե թագավորին, որ բարձրագույն հեղինակություն է, թե կուսակալներուն անոր կողմեն ղրկվածների պես, չարագործները պատժելու եւ բարեգործները գովելու համար։ Վասնզի Աստծո կամքը այսպես է, որ բարեգործությամբ անխելք մարդոց տգիտությունը պապանձեցնեք, ազատներու պես լինելով եւ ոչ թե ձեր ազատությունը չարության ծածկոցի պես գործածելով։ Հապա Աստծո ծառաների պես ամենքը պատվեցեք, եղբայրությունը սիրեցեք, Աստուծմե վախցեք, թագավորը հարգեցեք։ Ես ուզում եմ սկզբի հատվածի վրա մեր ուշադրությունը կենտրոնացնել, քիչ առաջ որ ասեցի Մատթեոս ավետարանից մեջ բերեցի այդ հատվածը, որ Տերը գալու է իր փառքով, սուրբ հրեշտակների հետ ու գալու է, այդ օրը գալու է, քիչ առաջ ասեցի, որ նաև շատերս հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր անհոգ են դրա վրայով, բայց ինչպես ենք ապրում մենք, իրարից փնտրում ենք հարց ու պատասխաններ մարդկային հարաբերությունների մեջ, այս մեկը իմ հետ լավ չի վարվել, այս մեկը իմ հետ սենց հավարվել։ Այնքան կարևոր է իմ ու քո համար, որ այս առաջի խոսքը, խնդրում եմ 11 խոսքը էկրանին մնա, շատ կարևոր է իմ ու քո համար, որ ես ու դու այս կետը ուշադրություն անենք, որ մենք պանդուխտներ եւ օտարականներ ենք այստեղ։ Այն մարդիկ, ովքեր շատ ամուր են գցում իրենց արմատները այս երկրի հետ կապված կապերի մեջ, իրանց համար ամենայն պատասխանատվությամբ ասեմ դժվար է լինելու ու հարցականի տակ է իրենց փրկվելու հարցը, որտեղ կարող է իրանց տեղ կապող բաներ մնան։ Այս մեկը ինձ սենց հավարվել, ես սպասում եմ համապատասխան պահի վարկյանի, որպեսի հակահարված տամ, ինքը ինձ այսպես է ասել, ես պետք է ինքը ինձի պատիվ եմ պահանջում, ես եմ ուզում, են եմ անում։
Հələ նորից ուշադրություն դարձնենք առաջի հատվածը։ Սիրելիներ, աղաչում եմ ձեզ։ Առաքյալը գրում է, աղաչում եմ ձեզ։ Ինչպես պանդուխտներ եւ օտարականներ։ Այդպես ենք մտածում մենք։ Ինչպես պանդուխտներ եւ օտարականներ հեռու կացեք մարմնավոր ցանկություններից է, որ կռվում են հոգու դեմ։ Ես իմ կյանքից ասեմ, դեռ պատանի հասակից սկսած ունեցել եմ շատ խնդիրներ, դժվարություններ, ոնց բոլորս ներսի աշխարհում մեղքի հետ կապված հարցեր ու խոստովանեմ բոլորիդ առաջ ասեմ, ինձ շատ է օգնել այն փաստը, այն երջանիկ հույսը, որ մենք գնալու ենք երկինք, ու ստեղի հետ չի մեր գործը, ու ստեղով չի վերջանում ամեն ինչ։ Այնքան է ինձ օգնել է դժվարություններից ու խնդիրների մեջ, երբ որ մտքիս մեջ ոնց որ պատկերավոր տեսել եմ, որ գնալու եմ Հիսուսի մոտ։ Ստեղ ժամանակավոր է, մենք պանդուխտ ենք, մենք ժամանակավոր ենք։ Սա չի խոսում նրա մասին, որտեղ ես ինձ ծառ տնկել, որտեղ ինչ տուն ես սարքել։ Այո, այսօր ապրում ենք, աշխատում ենք, երեխաներ ենք մեծացնում, դաստիարակում ենք, ամեն մեկին ոնց Աստված շնորհել է։ Բայց իմ ու քո ներսի աշխարհում այն նպատակը, այն պատկերը, որ մենք ստեղինը չենք, ստեղով չի ավարտվում այս կյանքը։ Ես ու դու պանդուխտ ու օտարական ենք ու շուտով, շատ շուտով ավարտվելու է այստեղ մեր միսիան, մեր առաքելությունը այս երկրի վրա։ Շուտով ավարտվելու է ու գնալու ենք մեր հավիտենական հոր մոտ, մենք պանդուխտ ու օտարական ենք։ Բայց մարդիկ կա մտածում են, ջահել ես, ինչ ես ասում, կամ ես առողջ եմ, այն մեկը, ինչ-որ մեկը մտածում, ես առողջ եմ, չէ, էդի առողջի ու հիվանդի հարց չի, էդի տարիքով ու երիտասարդի հարց չի։ Սա ամեն օրվա սրտի վիճակի մասին եմ խոսում, որ ես ու դու պիտի լինենք պատրաստ ու չլինենք անհոգ, որովհետև շուտով ավարտվելու է ժամանակը։ Գրված է Սուրբ գրքում, ինչպես Նոյի օրերը եղավ, տապանի դուռը գոցվեց, չէ, միջև այդ բաց էր, Նոյը քարոզում էր, արդարության քարոզիչը քարոզում էր, ասում էր, եկան, ովքեր եկան։ Ինչքան մարդ այդքան տարիների քարոզության մեջ ապաշխարեցին, դառան, ովքեր եկան։ Ոչ մեկ։ Գրված է 8 անձ, իր ընտանիքը, ինքը, կինը, 3 տղեկը, 3 կանայքը։ Հետաքրքիր է։ Իմ ու քո համար էլ այսօր քարոզվում է ավետարանը, քարոզվում է փրկության դռան մասին, բայց մի օր փակվելու է։ Չենք խոսում նրա մասին, որ վախացնելու մտքով չի խոսքը։ Նրա մասին չի խոսքը, որ վերջում ահավոր բաներ, այո, լինելու է այդ ամենը, բայց ես ու դու կանչված ենք փրկվելու համար։ Ընդունի այդ կոչումը, ընդունի այդ կանչը, ընդունի այդ հրավերը ու կգտնվես փրկվածների մեջ, կգտնվես այն սուրբերի մեջ, ովքեր սպասում են ու հետո լինելու են նրա հետ։ Խնդրում եմ հիմա նստածը տեղում մտածես, աղոտ բերես մտքիդ մեջ նստածը տեղում, որ Տեր, ես արդյոք ապրում եմ որպես պանդուխտ կամ օտարական այս երկրի վրա։ Եթե այդպես է, բա այն քրոջիցս, բա այն եղբորիցս, բա այն հարևանիցս, բա այն բարեկամիցս, այն ինչ էի պահանջում։ Այն ինչ էի ասում, դու ինձի համապատասխան չբարևեցիր, դու ինձի այսպես չվարվեցիր, դու իմ հետ այսպես չխոսացիր։ Ու մենք պետք դրանք, եթե վերաբերվում ենք որպես պանդուխտներ։ Ես մի երկու պատկերավոր օրինակ եմ ուզում բերել, որպեսզի պարզ լինի ինչի նկատի ունեմ։ Ես շատ պատմություններ եմ այսպիսի լսել, մի երկուսին էլ ականատես եմ եղել, երբ որ մահամերձ լինող հիվանդը կանչում է իր հարազատներին, ում հետ տարիներ շարունակ աչքով աչք չի ունեցել տենալու, նույնիսկ այն հարևաններին, այն բարեկամներին, ում ներելը չի եկել ոչ մի անգամ, մտածել է իրանք ներվողը չեն, բայց երբ որ մահը կանգնում է դիմաց ու անխուսափելի է, կանչում ասում է, կանչեք հələ։ Կանչում են, ասում է, ինչ եղել էր, անցած լինի։ Ուզում է հարցերը լուծի ստեղ, ոչ մի բան չմնա, որովհետև գիտի գնում է։ Մենք, ես ու դու, ամեն օր պետք է այդ կարգավիճակում լինենք, աշխարհի հետ մեր հարցերը լուծած լինելով, մեղքի հետ հարաբերությունները լուծած լինելով, քանդված լինելով, ամեն կոշկորները, ամեն քարկապները, ամեն հանգույցները պետք է քանդված լինենք, այդ մտքով
Ինչ ունեմ աշխարհի հետ։ Ես գնալու եմ իմ հավիտենական տունը։ Մի օրինակ բերեմ, երեխա ժամանակ եմ տեսել, մեր օրերում էլ կարծում եմ հանդիպում ենք նման բանի։ Այն մարդիկ, ովքեր գնում են քոչում են, որպես փաստական, գնում են ուրիշ երկիր ապրելու։ Չգիտեմ, Միացյալ Նահանգներ կամ Ռուսաստան։ Ես տեսել եմ նման մարդկանց, ովքեր իրենց տան ապրանքները բաժանում են ուղակի։ Դուք էլ տեսած կլնեք։ Աման, չաման, աթոռ, սեղան, սփռոց, վարագույրներ, պահում եմ ինչ անեմ, գնում եմ։ Ու իր համար շատ կարևոր է, որ մի երկու ապրանքի խաթր, մի երկու ապրանքի պատճառով իր տոմսից չուշանա, իր թռիչքից չուշանա, այն երկիր գնալը, որտեղ ինքը ուզում է գնա, իր համար դրվել է նպատակ, արժեք, ու մի երկու բանի պատճառով չի ուզում զրկվի։ Աչուձախ բաժանում է, թեև դրանք միջև է, իր համար եղել են արժեքներ, իրանք պետք են եղել դրանք իրան պետք են եղել։ Իրանք ամուր պահել է, փայփայել է, փոշիները մաքրել է, օգտագործել է, լվացել է, ինքը շատ ամուր պահել է այդ ամենը, որտեղ իրանք պետք են եղել, արժեք է ունեցել իր համար։ Բայց հիմա եկել է պահ, որտեղ տեղի է ունեցել արժեքների փոփոխություն, կշեռքի վրա դրվել է իր գնալու հարցը, մյուս կշեռքի նժարին դրված է այդ ապրանքները պահել, չիմանալ ծախի, քցի, թանգով, էժանով, փակովի, փողը տվի, չտվի, նգնի հետ չէ, ախպեր ջան, բաժանում եմ, տալի հելնում գնում է։ Իմ ու քո հոգևոր կյանքը նման պիտի լինի սրան։ Իմ ու քո հոգևոր կյանքում պիտի այդ երջանիկ հույսը իմ ու քո առաջ ամեն օր ունենալով պիտի շնորհք անես ամենին ինչ ունես, որ պահելու ես ու հետդ էլ տանելու ես։ Ում հարցնա, որ մնալու է, որ չէ ինքը ներելու չի, իրան պետք է ամուր, ինչ կա պահելու։ Ոչինչ չկա պահելու։ Նվիրի թող գնա, շնորհք արա, թողի թող գնա, ների թող գնա, ների թող գնան, ու կլինես ազատ։ Երկրի վրա ինչքան օրեր կշարունակես ապրել, կլինես ազատ։ Դա հրաշալի կյանք է Քրիստոսով։ Երբ որ մարդը համաձայնվում է ապրելու Աստծո հետ ամեն օր, այս գործը իր սրտում կատարվում է, թեև ապրում է այս երկրի վրա, թեև մահը իր առաջ չի կանգնել դեռ, բայց երբ որ կանգնի էլ վախենալու բան չունի, մտածելու բան չունի, ոչ մի գրամ մտածելու բան չկա։ Ես Աստծունն եմ ու իմ տունը այնտեղ է։ Գնալու եմ այնտեղ ու ստեի հետ կապված պանդուխտ ենք, ապրեցինք 100 տարի, 30 տարի, չգիտեմ, ինչքան որ Աստված որոշի ամեն մեկիս կյանքում։ Ու դրանից հետո շարունակում ենք այնտեղ ապրել Տիրոջ հետ։ Եբրայեցիս թղթի հեղինակը կներեք 11-րդ գլուխ 8-ից 10-րդ համարներն եմ ուզում ընթերցել, գրում է այսպես. Հավատքով երբ Աբրահամ կանչվեցավ, մտի կրավ ու գնաց այնտեղը, որ պիտի ժառանգեր, ու ելավ գնաց, ու չէր գիտեր, թե ուր կերթա։ Հավատքով պանդխտացավ ավետյաց երկրի մեջ, որպես թե օտարության մեջ, վրաններու մեջ բնակեցավ Իսահակի ու Հակոբի հետ մեկտեղ, որոնք իրեն հետ ժառանգորդ էին նույն խոստումին։ Վասնզի ինք կսպասեր այն հիմերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստված է։ Շատ կարևոր է այս միտքը, այս նպատակը, այս պատկերը ունենալ մեր մտքում ու սпасել հզոր մարդ, հավատքի մարդ, ֆինանսապես, ընտանիքի կազմով, մեծ, հզոր, ինքը հետևից ծառաներ, լիքը ժողովուրդ, ունեցված, ինքը վերջը, գիտենք, չանդրադառնամ այդ ամեն ինչին, բայց սրտում կար տեսլական նպատակ, որտեղ է գնում։ Ինքը կսպասեր այն հիմերով հաստատված քաղաքին, որի ճարտարապետն ու արարիչը Աստված էր։ Էսա պատճառը, որ Ղովտի հետ խնդիրներում, չէ, իմը հավասար կիսվենք գոնե։ Չէ, որ կողմ ուզում ես, գնա, ես մյուսն եմ գնալու։ Որ կողմ ուզես։ Ինքը գիտի պանդուխտ է, ու որտեղ էլ լինի Աստված է իր Տերը։ Տերն է իմ հովիվը։ Ոչ մի բանի կարիք պիտի չունենամ 23 Սաղմոսում, հաճախ ասում ու երգում ենք, բայց արդյոք հավատում ենք։ Բայց երբ որ այո սրտանց վստահում ու հանձնվում ենք, այո Տերը իմ հովիվս է, ես ոչ մի բանի կարիք պիտի չունենամ, ոչ մի բանի Տերը տանելու ու առաջնորդելու է, որտեղ էլ լինենք, Ղովտը գնա այն կողմ, ես լրիվ հակառակ ուղղությամբ, աչքի երևույթով ամենավատ տեղը, աչքի երևույթով չգիտեմ, ոչ բարենպաստ տեղը, բայց Տերը իմ հետ է, ումից պիտի վախնամ։
Թող Աստված օժտի մեզ, սիրելիներ, որ մեր նստած տեղում այդ միտքը, այդ աղոթքը իմ ու քո սրտում բարձրանա, որ դրա համար անհանգստանանք, դրա համար աղոթք անենք, որ հնարավոր է մարդիկ կան, ինչպես քիչ առաջ նշեցի, իրենց չեն կարողացել ներել դրա պատճառով, որովհետև կապերս, արմատներս ամուր եմ գցել այս երկրի վրա։ Ինքը սենց արել, ես սենց, ինչ կապ ունի։ Շնորհք արա թողիդ հա։ Ների թող գնա։ Մենք որովհետև քեզի կշերքի նժարին դրվելուց քեզ խնդիր առաջացնելու դա գնալու համար։ Ազատ ալնես ամեն օր պատրաստ երկինք մտնելու համար։ Հռոմեացիս 13-րդ գլուխ 7 եւ 8 խոսքերն եմ ուզում հիշեցնել։ Ուստի հատուցանեցեք պետք եղած անոնց, որը որ տուրք տրվելու է տուրքը, որը որ մաքսը հարկ, որը որ վախնալը, որը որ պատիվը։ Բնավ մեկուն պարտական մի գտնվիք, միայն մեկս մեկ սիրելու, վասնզի ով որ ընկերը կսիրե, օրենքը կկատարե։ Մենք գիտենք, ես չեմ ուզում շեշտը նրա վրա չի, որ մենք մեր գործերով պիտի անենք, մենք գիտենք, որ չենք կարա ինքնուրույն։ Սա նրա մասին է, երբ որ ես ու դու հանձնվում ենք այդ շնորհքին, հանձնվում ենք Տիրոջը, համաձայնվում ենք, որ իր կամքը կատարվի։ Ու իմ ու քո կյանքում գրված էր ամբողջ օրենքը կատարվում է։ Դու ընկերոջդ սիրում ես ու գրված էր ով որ ընկերը կսիրե, օրենքը կկատարե։ Օրենքը կատարվում է իմ ու քո կյանքում։ Ու ոչ մեկի պարտական չես ելնում, այս մեկին պատիվ, այս մեկին վախ, այս մեկին չգիտեմ ինչ, հարաբերություններ, այս մեկի հետ կռվել ես, սաղ լուծում ես, բանդուխտ ու օտարենք, գնալու ենք մեր տունը, գնալու ենք մեր մշտական, հավիտենական տունը, գնալու ենք մեր Հիսուսի հետ ապրելու ու հավիտյան իր հետ լինելու։ Փիլիպեցիս թղթից ուզում եմ հիշեցնել այն համարը, որ ինձ ու քեզ հորդորում է, ասելով, որ իմ ու քո քաղաքականությունը Փիլիպեցիս 3:20, բայց մեր քաղաքականությունը, քաղաքացիությունը, կենցաղը, ապրելը, մեր կյանքը ընդեղ է, ասում եմ, մեր քաղաքականությունը երկինքն է, որտեղից սպասում ենք փրկչին, Տեր Հիսուս Քրիստոսին։ Իմ ու քո գործը, իմ ու քո քաղաքացիությունը, իմ ու քո ապրելու տեղը, քաղաքականությունը ընդեի հետ է, ստեի հետ գործ չունենք։ Ստեի հետ ապրում ենք այնքան, ինչքանով որ կարիքի շրջանակներում է։ Ապրում ենք այնքան, ինչը որ պետք է, Աստված դրել է դրա մեջ, այդքան աշխատել, սովորել եւ այլն, կրթել երեխեքին դասերակել, ինչքան դրա մասին է խոսքը, բայց այն որ ամուր կապերը գցվում է, ուշադիր լինենք, անհոգ չլինենք դրա վրայով, որ կարող է վերջում հենց այդ կապերը ինձ բռնած պահեն երկրի վրա, բռնած, քաշած պահեն երկրի վրա։ Ու եկեղեցին, սուրբերը հափշտակությանը մասնակցեն, գնան երկինք, ես այդ իմ կապերի ձեռը կրակ ընգած, քարկապ ընգած, մնամ այս երկրի վրա, ումա պետք։ Ես ուզում եմ վերջի համարն էլ հիշեցնել եւ աղոթքով գալու ենք Տիրոջ առաջ։ Սրա մասին խոսելուց ես միշտ հիշում եմ այս տեղը, պարտադիր կարդում եմ Առաջի Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխ 15-ից։ Վասնզի Տերը ինք ազդարարության հրամանով, հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողովը երկնքեն պիտի իջնե, եւ Քրիստոսով մեռածներ առաջ հարություն պիտի առնեն։ Հետո մենք ալ, որ ողջ մնացած ենք, նրանց հետ պիտի հափշտակվինք ամպերով Տիրոջ առջև ելնելու օդին մեջ եւ այնպես հավիտյան Տիրոջը հետ պիտի լանք։ Այս է մեր ուրախությունը, որ ստեղից սկսած իմ ու քո հավիտենական կյանքը Հիսուսի հետ ապրելը շարունակվելու է այնտեղ։ Ասում է եւ այսպես հավիտյան Տիրոջը հետ պիտի լանք։ Ուստի մեկս մեկ մխիթարեցեք այս խոսքերով։ Թող Աստված Աստծո խոսքով, Աստծո հոգով այս մխիթարությունը գա իմ ու քո սրտում, որ նայենք, որ այո, այս երկրի վրա ոչ բան ենք բերել, ոչ էլ բան ենք տանելու ստեղից։ Նայենք, որ պանդուխտերի ու օտարականների պես մեկդի մնանք, հեռու մնանք մարմնավոր ցանկություններից։ Մեր քաղաքացիությունը, քաղաքականությունը երկինքն է, որտեղից սպասում ենք մեր օժտությունը, փրկությունը, որտեղ էլ պիտի շարունակենք իր հետ հավիտյան ապրելը ամեն։ Աղոթենք։